Բարև ձեզ Ֆակտոր TV հյուրը Հայ ազգային կոնգրեսի վարչապետի տեխնացու եւ այդ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է, ողջույն, պարոն Զուրաբյան։ Ողջույն։ Մի նորություն կա, մարտ ամսին Հայաստանի կառավարությունը կներկայացնի Սահմանադրության նոր նախագիծը, Սրբույր Գալյանն ասում էր չեն շեղվելու այս ժամկետից, սա արդյոք չի փոխում իրավիճակը նաեւ 26-ի հունիսյան այս ազգային ժողովի ընտրությունների շուրջ, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը հաղթանակ տանի, չի նշանակի, որ քաղաքացիները անուղղակի այո կասեն նաև այս նախագծին, որը ինչպես հասկացանք հրապարակվում է ընտրություններից առաջ, նախագիծ, որտեղ չի լինելու նախաբան ընդհանրապես, այսինքն անկախության հռչակագրին հղում չի լինելու, որն է ձեր գնահատականը։ Այդ սահմանադրական փոփոխությունները ոչ մի խնդիր չեն լուծում, բացի անկախության հռչակագրի հեռացումից։ Այսինքն երբևիցե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կոնցեպցիա չի ունեցել, թե ինչու է փոխում սահմանադրությունը։ Կառավարման մոդելը չի փոխում, սուպեր վարչապետական այդ ֆունկցիաները չի կրճատում, ոչ մի ֆունդամենտալ բացատրություն, թե ինչի են իրենք ուզում փոխեն սահմանադրությունը, չի տրվել։ Դու սահմանություն ես փոխում, դու պետք է ունենաս ինչ-որ տեսակետ, չէ՞, փոխում են, որովհետև կոնկրետ այս դրույթը խոչընդոտում է երկրի զարգացմանը։ Ոչ մի նման բան չի եղել։ Եղել է 4 փորձ, տարբեր սահմանական հանձնաժողովներ են ստեղծել, սահմանական խմբեր ամեն անգամ տապալել են այդ աշխատանքը։ Կարճ ասած, սահմանության որևէ նորմալ փոփոխության կոնցեպտ չի ներկայացվել։ Ասում են լեգիտիմ չի 15-ին, ինձ թվում է դուք էլ եք համաձայն, որ լեգիտիմ չի անցել։ Բացարձակ դուք պայքարում եք այն ժամանակ։ Չէ, եկեք ոչի ճանաչում։ Այո, 15 թվականի սահմանության տեքստը ընդունվել է 5 միլիոն ձայնի բանով, կեղծիքով, ու եթե խնդիրը դա լիներ, Փաշինյանը կասեր, որ այս անցումը խորհրդարանական կառավարման, ընդ որում իր ամենագեշ ձևով, այս երաշխավորված մեծամասնությամբ բանը մոդելով, որը ապահովում է ըստ էության արդեն տեսնում ենք քանի տարի ապահովել է Նիկոլ Փաշինյանի համար գեր իշխանություն Հայաստանում, գեր լիազորություններ, եթե ինքը ասել, որ դա պրոբլեմը, եկեք վերադառնանք կիսանախագահական համակարգի, որովհետև անցումը խորհրդարանական համակարգին ժողովրդի կողմից չի ընդունվել, հələ հասկանալի կլիներ, բայց ինքը դա չի ուզում անի, ինքը անգամ չի ուզում պակասացնի իր այս գեր լիազորությունները, որը 2015 սահմանությամբ տրվել է։ Իդեպ ձեզ ասեմ, ասենք Սերժ Սարգսյանը իր համար էր անում, հա, այդ բանը, բայց ամբողջ վայելքը այդ սահմանության գեր լիազորությունների այդ սուպեր վարչապետական այդ կոստյումի ոնց որ ասում են հասավ Նիկոլ Փաշինյանին եւ ինքը այսպես կարճել է այդ բանից որովհետեւ դիկտատուրայի ապահովման ավելի լավ իրավական հիմք քան այսօրվա 2015 թվի ընդունված սահմանադրությունն չկա բայց մենք ուզում եմ հասկանամ Փաշինյանը պատրաստ է գնալ այնպիսի սահմանական փոփոխությունների, որը իրան զրկելու են այդ իրավական դիկտատորի կարգավիճակից։ Պատրաստ չի բացարձակ։ Լիազորությունից հրաժարում նկատի ունեք, ապակենտրոնացում նկատի ունեք։ Չէ, դու սկսենք նրանից, որ եթե խորհրդարանական կառավարման մոդելը այդքան գովերքում էին, դրա գլխավոր առավելությունը դեմոկրատիայի առումով այնն է, որ ասենք պարլամենտ են անցնում մի քանի կուսակցություններ, չէ, ամեն մեկը իր ֆրակցիաներով, ու քանի որ ոչ մեկ չունի բացարձակ իշխանություն, սկսվում է կոմպրոմիսի փնտրտուք։ Այսինքն քաղաքական ուժերը իրար հետ խոսում են, կոմպրոմիսային կառավարություն են կոալիցիոն ստեղծում, այսինքն գնում են բանի, այդ յուրացնում են բանակցությունների արվեստը եւ կոնսենսուսի ձևավորման արվեստը։ Բայց այդպես բան չկա, որովհետև այս սահմանական մոդելը ապահովում է երաշխավորված մեծամասնություն։ Գնայք, բայց սա ընդդիմության շանսերը ավելի չի մեծացնում, օրինակ լսենք օրինակ, հա, Ռոբերտ Քոչարյանի թիմից այսպիսի նարատիվ կա, որ մենք կգնանք 3-4 մեծ շարասյուններով ընդդիմադիր, Գյումրի սցենարով ավելի շատ ձայներ կհավաքենք, քան միայնակ մնացած ԿՊ-ն եւ կկազմենք կոալիցիա կիշխանազրկենք։ Դուք հիմա նայում եք կոնյունկտուրայի տեսակետից, ով կհաղթի, ով չի հաղթի։ Ես նայում եմ
ավելի վեր կուսակցական տեսակետից։ Ով ուզում է հաղթի։ Եթե հաղթելու է ու ունենալու է այս գերլիազորությունները, դա Հայաստանի համար չարիք է։ Դրա համար մեր նախընտրական ծրագրում մենք նախատեսել ենք շատ կարևոր սկզբունքային առաջարկներ, որոնց իմաստը հենց այդ է, որ մենք ստեղծենք ներառական պետություն, որտեղ իշխանությունը չունի ամբողջական վերահսկողություն բոլոր process-ների նկատմամբ, որտեղ, ասենք, դու չպետք է լինես իշխանավորի մերձավորը, որ հարստանաս, իսկ հիմա այդպես է, որտեղ դու ունես այսպես կոչված զսպումների եւ հակակշիռների լուրջ համակարգ։ Օրինակի համար մենք առաջարկում ենք հիմա մի վերադարձ դեպի կիսանախագահական համակարգ, որը միակ լեգիտիմ ձևով ընդունված մոդելն է դեռ 91 թվականին, կոնսենսուսով ընդ որում բացարձակ, որը արդեն ինքնին ստեղծում է այդ հակակշիռները, որովհետև ինչ որ իմաստով դու ունենում ես այդ համակարգում նախագահ, որը անվտանգության հարցերն է կարգավորում, ուժային կառույցները, արտաքին քաղաքականությունը, մյուս կողմից կառավարություն, որը ավելի սոցիալ-տնտեսական հարցերի վրա է կենտրոնացած, եւ դրանք ըստ էության կարելի ասել իշխանության երկու մի քիչ իրարից անջատված կենտրոններ են եւ արդեն բուն այդ փաստով ստեղծվում է ինչ որ բան, հակակշիռելու հակակշիռ չէր, պարոն Զուրաբյան։ Շատ լավ էլ հակակշիռ էր։ Ասեմ ձեզ, ես անգամ 90-ական թվականներին ոնց որ նախագահը ընտրվում էր եւ կեղծիքով թե ինչով ինքը ուզում էր նաեւ մեծամասնություն ստանալ, մենք գիտենք, Դե ես խոսում եմ 90-ական թվականներին, ոնց որ թե բոլորը մեր թիմից էին, հա, բայց այնուամենայնիվ կար Հրանտ Բագրատյանի կառավարություն, որը բավականին լուրջ ինքնուրույնություն ուներ ու շատ հարցերում կարող էր անգամ հակադրվել նախագահի աշխատակազմին։ Ու կար նախագահի աշխատակազմ, որը իր բաներն էր, բայց միշտ գնում էր ինչ որ համաձայնեցման խնդիրներ կային, իրար ինչ որ բան համոզելու, ինչ որ հակակշիռներ կային այնուամենայնիվ։ Բայց մենք ուզում ենք խորացնենք դա։ Մենք ասում ենք ժողովուրդ, մենք գտնվում ենք մի ահավոր վիճակում, իդեպ Այդ է պատճառը, այդ ահավոր վիճակն է պատճառը, որ այսօր մենք ունենք քաղբանտարկյալներ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը կարա ասի օրենքը ես եմ, կարա ցանկացած մարդուն բանտ նստածնի, կարա որոշի, որ ինքը կաթողիկոս, կարա նշանակի Հայաստանում, կարող է անի հակասահմանադրական քայլեր, ինչ որ հակասահմանադրական խորհուրդներ ստեղծի, որոնք իր հոգու աչքերով պետք է կաթողիկոս ընտրեն, կարող է ընդհանրապես խառնվի եկեղեցու գործերի մեջ, կարող է մարդկանց նստածնի, ասենք ես պայքարելու եմ մեր ձևով արտահայտության համար բանտ կամ մեկը ասենք Ալեն Սիմոնյանին հետույքը ասել դրա համար բանտ նստածնի ամիսներով հասկանում եք այս բանը գալիս է Սարգսյանի օրոքն կային քաղբանտարկյալներ նայեք ես իհարկե կային մենք էլ պայքարել ենք բայց հիմա ես ասում եմ ոնց է պետք անել որ քաղբանտարկյալներ չլինեն մենք առաջարկում ենք այդ արդարադատության համակարգը ընդհանրապես հանել գործադիր իշխանության վերահսկողության տակից։ Այսինքն ստեղծել անկախ մարմիններ, որում ասենք այդ մարմինների ձևավորման մեջ գործադիր իշխանության դերը կլինի նվազագույն։ Անկախ նկատի ունեք դատաիրավական համակարգի, հակակոռուպցիոն։ Մենք անգամ մտածում ենք քննչական ամբողջ ապարատը, այսինքն ոչ միայն դատավորներին, դատախազությունը, քննչական ապարատը, ամբողջը հանել այդ անկախ մարմնի վերահսկողության ներքո, այսինքն լրիվ անջատել գործադիր իշխանությունից, որովհետև մենք չենք ուզում, որ այդ չարաշահումները, այդ անձնիշխանությունը, գործադիր իշխանության այս կամայականությունները ինստիտուցիոնալ են։ Այսօր ինստիտուցիոնալ են, ու Նիկոլ Փաշինյանը դա շահագործում է միջև վերջ, միջև վարդապետի խազը կասեի։ Վարդապետներով էլ է զբաղվում։ Արդեն իր համար դարել է բան, ամենակարևոր հարցը։ Հիմա գնանք, բայց կիսանախագահական մեզանում ավելի շատ նախագահական ինստիտուտի ֆորմացիա ուներ, պարոն Զուրաբյան։ Բայց դա այդպես չի։ Դա ֆրանսիական մոդելն է, կլասիկ, որտեղ այնուամենայնիվ տարբերություն կա բանի, այդ նախագահի, անգամ երբ որ նույն քաղաքական ուժն են ներկայացնում, կա տարբերություն եւ դիստանցիա նախագահի իշխանության եւ կառավարության իշխանության։ Իսկ երբ որ լինում է այնպես որ պարլամենտը հայտնվում է օպոզիցիայի ձեռը, դա ընդհանրապես արդեն դառնում է լրիվ տարբեր բան, ֆրանսիական սահմանության մեջ այդ ռեժիմը կոչվում է կոաբիտասիոն, այսինքն
համակեցություն, այսինքն օպոզիցիան կառավարում է իսկապես սոցիալ-տնտեսական հարցերը, նախագահին մնում է մենակ անվտանգությունը։ Հիմա էլ ինչ որ իմաստով Մակրոնը հայտնվել է այդ վիճակում, ճիշտ է, օպոզիցիան չի կարողանում միավորվի, որ ամբողջությամբ իշխանությունը վերցնի, մյուս կողմից ինքը կարող խանգարի։ Ժամանակավոր կառավարություններ են նշանակվում հիմա Ֆրանսիայում, բայց դա էլ ճգնաժամ չի բերում, կառավարություն չկա ըստեյության ստացվում է։ Okay, այդ միշտ կարելի է, գիտեք, հիմա ասենք ցանկացած մոդելի դեպքում կարելի է տենց Չէ, բայց խորհրդանական եթե ճգնաժամային վիճակ, օրինակի համար օրինակ եթե խորհրդանական դա Նիդերլանդներում, ասենք կարող է մի տարի կառավարություն չլինի, նոր կառավարություն չձևավորվի, որովհետև այդ պարլամենտում հաղթած ֆրակցիաները չեն կարողանում գալ համաձայնության։ Մեր դեպքում, եթե չեմ սխալվում, այս փոփոխություններով առաջի երկու տեղը գրաված ուժը երկրորդ փուլ են ասում, այսինքն այսպես թե այնպես պիտի որ դա էլ է հիմարություն։ Դա էլ է հիմարություն, դա դեմոկրատիա չի։ Որովհետև դուք պատկերացնում եք ինչ ալնում տեղի ունենում։ Այսինքն, երբ որ ընտրությունների արդյունքում ձևավորվում է պատկերը, հասարակությունը իր ցանկություններով ձևավորել է համամասնական իր բաները, հետո այդ համամասնական թվերը փոխվում են։ Նոր քվեարկություն ա դրվում, փոխվում են, ու ստացվում են մարդիկ, որոնք ասենք ներկայացնում էին, չգիտեմ, 15% հանրության, բայց քանի որ հայտնվել են երրորդ տեղում, իրանց տոկոսը իջնում է, չգիտեմ, ուր է հասնում, ասենք 5% է հասնում։ Դա հիմարություն է, դա դեմոկրատիայի հետ ոչ մի կապ չունի։ Իսկ այս համակարգը մեզ քաղաքական ցնցումներից չազատեց, սա ես բերում եմ վարչապետի թեզը, որ 44 օրից հետո գիտեք Երևանում երևի տարի չկար, որ ցույցեր չլինեն եւ այլն, եւ ինքը ասում է հենց այս պարլամենտական համակարգը մեզ ճգնաժամից հանեց, մենք գնացինք խորհրդանական ընտրությունների։ Այդ հələ Սերժ Սարգսյանի ժամանակ իր ներկայացուցիչը պարլամենտում հիմնական բանը փաստարկես էր, որ ես որ մտցնեինք, մեզ մոտ չեն լի ճգնաժամներ։ Պարզվեց ամենամեծ ճգնաժամը եղավ 2018 թվին եղավ հեղափոխություն։ Ճիշտ է։ Բայց ո՞նց եղավ։ Նկատի ունեք Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն էր դա ասում։ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը, երբ որ այդ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված սահմանությունը 15 թվականի Ժամանակ խորհրդանական ընդդիմություն էր։ Հա, մենք էլ բավոց։ Հիշում եմ։ Հա, այն ժամանակ ասում էին բանա։ Վեյմարյան հանրապետությունը բերեց ֆաշիզմի, ես էլ ասեցի կներեք ձեր հանրապետական ձեր խորհրդանական մոդելով էլ Մուսոլինին, որը Հիտլերից առաջ էր, էլի բերեց ֆաշիզմի։ Հետո դե Հիտլերն էլ է, չէ՞, ժողովրդավարությամբ ընտրվել, այսպես։ Հասկանալի է, այսինքն իրանք մտածել, որ դու կարաս ինչ-որ մի հատ հատուկ մեխանիզմ հնարես, որը կբացառի որևէ հակադեմոկրատական զարգացում, դա հիմարություն է։ Բայց այնուամենայնիվ այդ ուղղությամբ պետք է աշխատել հակակշիռների անկախ ինստիտուտների ստեղծման, օրինակի համար մեր պրոյեկտով ասում եմ ամբողջ դատական իշխանությունը քննչական ապարատը, որը այսօր Նիկոլի բաներն են, զինվորներն են։ Նիկոլը ում ֆաստա այդ գործը արվելու է։ Բայց մեր նախագծով քննչական ապարատն էլ դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն, այս բոլոր ինստիտուտները ստանալու են անկախության մի հատ հատուկ բայց ինչ որ մեկը նրանց ընտրելու է, չէ՞, ձեր նախագծով ովքեր պետք է։ Դա պետք է լինի մի հատ անկախ մարմին, որտեղ նորից եմ ասում, բանը այդ գործադիր իշխանությունը կունենա նվազագույն ազդեցություն։ Այսինքն դա կարող է լինի ուղղակի ընտրություն, այդ անկախ մարմնի առանձին ընտրություն, կուսակցական չէ։ Ընտրվում են մարդիկ, որոնք խորհուրդ են կազմում, որոնց ազդեցության տակ ձևավորվում են այս ինստիտուտները։ Ինչով է դա տարբերվելու պարլամենտից։ Հիմա պարլամենտն է հիմնականում այդ։ Պարլամենտը գտնվում է գործադիր իշխանության ազդեցության տակ, հատկապես խորհրդարանական համակարգում, ինչն է տարբերությունը, որ ասենք պարլամենտը չի։ Այդ նույն ԿՊ-ն է, Նիկոլ Փաշինյանը ոնց ուզում է իրանց ԿՊ-ի նիստերի ժամանակ ինչ որոշում են, նույն բանը պարլամենտով անցկացնում են, նույն մարդկանց իրանց ուզած մարդկանց էլ դնում են այս ամբողջ պետության ղեկավար։ Եվ ստացվում է, որ ոչ մի ոլորտ չկա, որտեղ կա հակակշիռ։ Բոլորը Փաշինյանի զինվորներն են, կամակատարներն են, մանկլավիկներն են։ Եվ մենք հիմա այդ ամեն ինչի պատուղները զգում ենք։ Ինչ ուզում անում, ասում է օրենքը ես եմ, ասում է կառավարությունը ես եմ։ Այսօր Հայաստանը կանգնած է հակաիրավական հեղաշրջման բանի առաջ, հենց շեմին։ Այսինքն այդ շեմը մենք արդեն անցնում ենք։ Ռոբերտ ջան, կա սահմանադրություն, որը ասում է, որ որևէ պետական մարմին կամ անձ լիազորված է միայն
անելու միայն այն, ինչի համար լիազորված է։ Կարող է անել միայն այն գործողությունները, օրենքը ունենք քրեական օրենսգիր 441 հոդվածը, որը ասում է, որ դու քո լիազորությունը չես կարող հասնել։ Եթե ասում ես դու պիտի գնաս բանտ։ Հիմա Փաշինյանը իր լիազորությունները 70 անգամ արդեն անցել է կոպտորեն։ Անցել է, ես կարամ հարյուրավոր դեպքեր դատախազություններ ենք դիմել, բոլոր դեպքերը ներկայացնենք, ամբողջ հանրությունը գիտի, որ ինքը օրինակի համար, հա, երբ որ ինքը նստում է 10 եպիսկոպոսի հետ, ստորագրում է մի հատ փաստաթուղթ, որով հրճակում է մի հատ մարմնի ստեղծում, որը պետք է ընտրի բան, կաթողիկոս, դա սահմանության բռնաբարում է։ Դա վարչապետի լիազորություն, ինքը իրավունք չունի, ոչ մի լիազորության մեջ վարչապետի գրած չի, որ ինքը կարող է գնա եպիսկոպոսի հետ նստի ինչ որ մի հատ սահմանությամբ չնախատեսված մարմին ստեղծի, որը հետո էլ պետք է խառնվի եկեղեցու գործերի մեջ։ Չկա այդպես բան, դա անցում է 441 հոդվածի տակ։ Լիազորությունների չարաշահում, գերազանցում։ Ինքը պետք է հիմա Նիկոլ Փաշինյան, եթե մենք ունենայինք նորմալ գործող արդարացում, ինքը արդեն պետք է բանտում նստած լիներ։ Կներեք, պարոն Զուրաբյան, հասկացա ձեր մոտեցումը։ Այս ընտրությունները ինչի մասն են լինելու։ Լինելու են Ադրբեջան, Հայաստան հարաբերություններում ճեղքում ապահովելու մասին, օրինակ իշխանության տարբեր հյուրեր, որ այստեղ ես ունենում եմ, նրանք ասում են պատերազմ եւ խաղաղության մասն է լինելու։ Մենք խաղաղության կուսակցություն ենք, ընդդիմությունը հատկապես խորհրդանական ցույց են տալիս նրանք պատերազմի եւ այլն, թե ձեր կարծիքով նաեւ սա ներքին ժողովրդավարացման մի հանգրվան կարող է լինել այն իմաստով, որ մարդիկ գնան ընտրության հանուն Հայաստանի ժողովրդավարացման ծրագրի ընտրության ամեն մեկը իր տեսանկյունից, թե այս բոլորը գումարվում են իրար։ Շատ ճիշտ հարց եք տալիս, այսինքն միշտ պետք է հասկանալ ընտրությունների գլխավոր հարցը ո՞րն է։ Գլխավոր հարցը ո՞րն է։ ԿՊ-ն ձևակերպում է, որում ձեզ ասեմ, ինչ որ իմաստով դա մի քիչ արդար չի տենց հարցադրում անել, որովհետև ասենք բոլոր հարցերն էլ կարևոր են։ Ասենք մարդիկ որ երկու տարի պետք է հերթ կանգնես, որ երեխուդ մանկապարտեզ կարողանաս դասավորել, դա կարևորագույն հարց է։ Կամ ասենք այս աղտոտվածությունը օթի, որ բանը բոլորիս ասենք բանի քաղցկեղի վտանգի առաջ է։ Դուք իդեալիզմի տեսանկյունից երբ որ քննադատում եք, այո, բոլոր հարցերը կարևոր են։ Բոլոր հարցերը կարևոր են եւ մենք բոլոր հարցերին անդրադարձ կատարելու ենք։ Բայց դուք ճիշտ եք, որ կան ինչ որ կարևոր առանցքային հարցեր, որոնց հիման վրա կարող է որոշվի ընտրությունների ելքը։ Հիմա մեզ համար, ասենց ասեմ, եթե մենք փորձենք այն մանր չէ, կարևոր հարցերը, բայց որոնք ասենք մի քիչ եթե դրանցից վերանանք, փորձենք, մեզ համար 3 բլոկ կա։ Մեր խաղաղությունն ու անվտանգությունը, այս սահմանադրական պետական կառավարման մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն այդ հակակշիռները եւ ժողովրդավարությունը, եւ երրորդը տեխնոլոգիական ճեղքումը։ Մենք հələ կներկայացնենք դրա մասին, որովհետեւ մենք ապրում ենք ժամանակակից աշխարհում, որտեղ տեխնոլոգիաները որոշում են ամեն ինչ։ Այդ թվում նաեւ քո տեղը տնտեսական արևի համաշխարհային տնտեսական արևի տակ։ Այսինքն Հայաստանը եթե այդտեղ ճեղքում չկատարի, իսկ դրա մեխանիզմները մենք առաջարկելու ենք, մենք մեկը հետ ենք մնալու, անգամ եթե լուծենք խաղաղության հարցը ու ժողովրդավարության հարցը։ Հիմա այս 3 բլոկը ասեցի, 3-ն էլ շատ կարեւոր են։ 3-ից մեկը չես լուծում ու դու բան ես մնում ես հետամնաց ազգ։ Ռազմահայրենասիրական ծրագիր չունեք։ Ավելի ռազմահայրենական ծրագիր, քան այն ինչ որ ես ասացի, գոյություն չունի։ Ազատագրման ծրագրեր չունեք։ Ինչ։ Ազատագրման ծրագրեր։ Մենք ունենք Հայաստանի Հանրապետության պետությունը պահպանելու ծրագիր, որը արդեն ռազմահայրենասիրական ծրագիր է։ Ռազմահայրենասիրական ծրագիր է։ Լավ, սա կատակ իհարկե անցնենք առաջ։ Հիմա այս 3 հարցեր չլուծես դու, ասենք օրինակի համար, լուծեցիր խաղաղության հարցը, որը ֆանտաստիկայի ոլորտից է, որտեղ ես բուրըն աշխարհում ու կոնկրետ Հայաստանի շուրջ ստեղծված վիճակում այդպես հարց լուծելը արդեն բան է, ֆանտաստիկա է։ Լուծեցիր ժողովրդավարության հարցը, բայց չլուծեցիր տեխնոլոգիական ճեղքման հարցը, ելի դու այն պետությունը չես, որը կապահովի մեր ժողովրդի բարեկեցությունը։ Դրա համար ես չէի ուզել նա անջատել, բայց եթե ես ստիպված լինեի ասելու, թե որն է այնուամենայնիվ ամենակարևոր հարցը այս ընտրություններում լինելու, ես կասեմ իհարկե խաղաղության հարցը։ Այստեղ մի հարց։ Փաշինյանը հունիսի, չգիտեմ, քանիսի երբ որ այդ բանավեճը լինի, դուք եւ ինքը կանգնած լինեք, կամ ձեր ներկայացուցիչը, եթե մեր ձևովի հետ գնաք, ասելու է, այ հարգելիներ, այո, իմ ժամանակ է եղել աղետ սարսափելի
եղել, բայց նաև ես ստացա Զայեդ մարդկային եղբայրության մրցանակ այն բանի համար, որ Ադրբեջանի հետ խաղացում վերեցի, պարոն Զուրաբյան, այո, սարսափելի բաներ են տեղի ունեցել, բայց ես եմ 17 կետը համաձայնեցրել, թրիփը ես եմ համաձայնեցրել, պատերազմը իմ օրոք է դա համաձայնեցրել, այո, թե համաձայնել։ Դրանք տարբեր բաներ Լավ, են։ օքեյ, Ոչ մի կետ չկա, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնեցել։ Ամենաբարդ բաները արել է Փաշինյանը, դուք ինչ եք ամենամեծ ստախոսը այդ եթե ինքը ասում է, իսկ ինքը ասում է դա իսկապես ամենամեծ ստախոսությունը անում է Նիկոլ Փաշինյանը։ Ինքը մեծ խաղաղություն չի բերել։ Ինքը մեզ բերել է 10 պատերազմ Ադրբեջանի հետ, 10 ռազմական բախում, 5000 մարդկանց կորուստ, Արցախի ոչնչացում եւ բանա նաև ստրատեգիական բարձունքների կորուստ մեր բայց սրանց հետո ապրելու հարց կա, չէ՞, Փաշինյանը ասել է։ Չէ, լսեք, ասում եմ ինչա, եթե մենք դատում ենք, թե ինչա ինքը մեզ բերել, ասում եմ ինքը մեզ բերել է ոչ թե խաղաղություն, այլ պարտություն։ Ինքը բերել է պարտություն, որի անունը ուզում է դնի խաղաղություն, բայց այդտեղ էլ է սուտ ասում, որովհետև այդ պարտությունը ինքը դեռ չի կանգնացրել։ Ինքը չի կանգնացրել, ինքը չունի Բայց եթե բերել ես խաղաղություն, ինչի չկա Ադրբեջանի ստորագրությունը, Իլհամ Ալիևի ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ։ Ինչու չկա։ Դե կարող է ստորագրել մինչև ընտրություն։ Չէ, կարողայով չենք խոսում։ Բոլոր պայմանները կատարել ես, դու խաղաղության պայմանագրի դու քո ոչ մի դրույթ չես անցկացրել։ Դու համաձայնվել ես Ադրբեջանի բոլոր պահանջներին։ Դու համաձայնվել ես Զանգեզուրի միջանցքի իրականացմանը։ Դու համաձայնվել ես ամեն ինչի սահմանազատմանը իրանց ուզած տեղերում, անկլավների վերադարձին, ամեն ինչին համաձայնվել ես, բայց դու չունես այդ խաղաղության ստորագրությունը։ Դա ինչ որ բան նշանակում է, դա նշանակում է մի բան, որ մեզ խափում են։ Նախաստորագրությունը մեզ խափում են։ Հիմա խոսենք թրիփի մասին։ Ես ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը քանի անգամ կարող էր ավելի լավ բաներ ստորագրեր, սկսած 2019 թվականի Մինսկի խմբի համանախագահության պլանը, որը իդեալական լուծում էր մեզ համար, բայց ինքը դա մերժեց, հետո մերժեց նոյեմբերի 9-ը, հիմա ստորագրել է օգոստոսի 8-ը, հետո էլ հունվարի 14-ի այս թրիփի բանը։ Okay, եկել ենք ամենավատ տարբերակին։ Հիմա ես ուզում եմ մեր դիրքորոշումը պարզ լինի։ Մենք չենք պայթեցնելու դա, եթե գանք իշխանության։ Ինչը նկատի ունեք Թրիփը։ Հա, որովհետև մենք միջազգային պարտավորությունները ամենավատ, մենք համարում ենք շատ վատ բան է բանակցել Փաշինյանը, շատ ամենավատ բանը, որ հնարավոր էր բանակցել, Փաշինյանը բանակցել է, չի էլ բանակցել, ուղղակի համաձայնվել է, բայց մենք չենք պայթեցնելու դա, մենք ուղղակի դնում ենք մի հարց, այդ հարցը իդեպ ես խնդրում եմ, դուք ստեղ ունենում եք, չէ, իշխանության ներկայացուցիչներին, ասեք, այդ թրիփի իրականացումը բացառելու է ասենք Հայաստանի կողմից Իրանին կապող կոմունիկացիաների ստեղծում, եթե մենք որոշում ենք այդ նման բաներ ստեղծել։ Նկատի ունեք բացառելու է, հա, նկատի ունեք արդյոք մեկը մյուսի հաշվին է, հա, դա նկատի։ Հա, որովհետև հասկանում ենք, պարտվել ենք, էշություններ ենք արել իդեմս Նիկոլ Փաշինյանի եւ այլն, ամեն ինչ արել ենք, եկել ենք այս ջարդված վիճակին համաձայնվել ենք, որ պետք է այս միջանցքը տրամադրենք Ադրբեջանին։ Համաձայնվել ենք, անում ենք։ Շատ լավ։ Ինչ որ իմաստով ասում ենք, դե լավ, Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվի, Թուրքիան կապվի բանի հետ, Միջին Ասիայի հետ, համաձայնենք, խոչընդոտ չենք կլնում, փորձում ենք դրա մեջ տեղավորվել։ Այդ հասկացանք։ Իսկ դա նշանակում է նաև, որ մենք մեր վրա պարտավորություն ենք վերցրել, որ պետք է կապը Հայաստանի ու Իրանի կտրվի։ Բայց հյուսիս-հարավ է կառուցվում, պարոն Զուրաբյան։ Եթե կտրվելու լիներ ինչու՞։ Չէ, այ հիմա գալիս ենք շատ կարևոր կետին։ Գալիս ենք այն կետին, որ եթե դուք ուշադիր կարդաք, հունվարի 14-ի ստորագրած փաստաթուղթը այնտեղ գրած է, որ Հայաստանի կառավարությունը բացառիկ իրավունք է տալիս Թրիփ զարգացման ընկերությանը այդ տարածքում, այդ ծածկույթում, որտեղ իրականացվում է այդ բանը, Թրիփը նախագծելու, պլանավորելու, կառուցելու եւ այլն, բացառիկ իրավունքները Հայաստանի կառավարությունը տալիս այդ ընկերությանը, որի 74%-ը, ուզում եմ հիշեցնեմ, լինելու է Ամերիկայի կառավարության փայը։ Հարց.
եթե դու տես բացառիկ իրավունքներ ես տալիս, արդյոք դա նշանակում է, որ մեր կառավարությունը այլևս իրավունք չունի կառուցել երկաթուղի, որը, ասենք, Հայաստանը կկապի Հնդկական օվկիանոսի նավահանգիստների հետ։ Ես առաջիկայում ունենալու եմ կամ բանի հետ։ Կտամ հա, չէ, այս շատ կարևոր հարցադրում է, որտեվ լավ, մենք հասկացանք Ադրբեջանի տվեցինք այդ կապը Ամերիկային, Իսրայելին, Եվրոպական միությանը, այդ կապը տվեցինք Ադրբեջանով դեպի Միջին Ասիա։ Մենք իրավունք ունենք մեր կապերը կառուցել, թե սա բացառում է մեր կողմից նման նոր կոմունիկացիաներ ստեղծելու հնարավորությունը։ Խելամտության կանխավարկածով եթե շարժենք, չպիտի բացառի, որովհետև խելամտության Հայաստանը այս պայդրությամբ գոնե երկու սահման ունի բաց, մեկը Իրանի հետ, եւ ես չեմ կարծում, թե Հայաստանը ինչ-որ մի իշխանություն կգնա այնպիսի նախագծի, որով Իրանի հետ սահմանը վտանգվելու է։ Սա էլի եմ ասում, խելամտության կանխավարկածից ելնելով։ Կա հունվարի 14-ի փաստաթուղթը, որ ես կարամ ձեզ բառացիորեն կարդամ, որտեղ մենք տալիս ենք բացառիկ իրավունքներ այս հարցում որոշելու Ամերիկայի կառավարության ըստ էության։ Իսկ մենք գիտենք, հա, որ Ամերիկայի կառավարությունը կոպիտ ասած այս միջին արևելքի այս տարածքներում ու կարելի ասել համարյա կատարում է այն ինչ որ պետք է Իսրայելին կամ եթե անգամ այդ թղթում, որ մեջ բերեցիք, առանցքային հարցերում Հայաստանը պետք է ոչ թե պետք է խոսքի իրավունք ունի։ Այո, 26-74 է, բայց իր տարածքին վերաբերող հարցերում ինքը պետք է, այսպես ասենք, խոսքի իրավունք ունի։ Ես խոսքի իրավունքը որոշ բան կներեք։ Չէ։ Ուրեմն բայց այս հարցը ես կտամ, որ չէ, լավ, դուք ինձ ստիպում եք արդեն կարդալ այդ տեքստը, որտեղ դա շատ կարևոր տեքստ է։ Ես հիմա մեջբերում եմ անում հունվարի 14-ին ստորագրված ԱՄՆ Հայաստանի Հանրապետությունը արգոսնախորհությունների մակարդակով ստորագրած փաստաթղթից, որտեղ գրված է բառացիորեն հետևյալը. Հայաստանը մտադիր է TRIP զարգացման ընկերությանը տրամադրել հետևյալ բացառիկ իրավունքները. պլանավորել, նախագծել, զարգացնել, կառուցել, շահագործել եւ պահպանել բազմամոդալ տարանցիկ ենթակառուցվածքները նախանշված տարանցիկ երթուղիների շրջանակներում։ Այսինքն տեսնում եք, սա բացարձակ իշխանություն է։ Այս ընկերությունը այդ տարածքում, իսկ այդ տարածքը կոնկրետ լինելու է ինչ-որ տարածք, որը կապում է Նախիջևանը Հայաստանի հետ, այսինքն այդ տարածքում Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի հետ։ Այդ տարածքում այս ընկերությունը ունենալու է բացառիկ իրավունքներ։ Օրինակի համար, եթե Հայաստանի կառավարությունը որոշում է, որ ինքը ուզում է կառուցի երկաթուղի, որը կկապի Հայաստանի տնտեսությունը Իրանի հետ, Իրանին արդեն երկաթուղով կապած Չինաստանի հետ, շատ կարևոր բան է, չէ՞, Չինաստանի հետ այդ տնտեսական կապ ունենալը։ Եվ նաև նավահանգիստների հետ, որովհետև դա Հնդկաստանի հետ է մեր կապը, Ինդոնեզիայի հետ է կապ ստեղծում եւ այլն։ Հիմա ասենք Հայաստանի կառավարությունը որոշում է կայացնում, որ ինքը այդ երկաթուղին կոնսորցիում է ստեղծում, ինչ-որ միլիարդավոր ներդրումներ են պատրաստ անել բաներ երկրները։ Մեկ էլ Ամերիկայի կառավարությունը TRIP-ի այդ ընկերության միջոցով ասում է, չէ, ախպեր, մենք Իրանի հետ ոչ մի բան չենք թողի կառուցենք։ Այս մեզ մոտ ունենք բացառիկ իրավունքներ, ինչ որ բան կառուցելու, ինչ որ բան պլանավորելու, մենք այդ բանը չենք թողի։ Բայց տարածքի տերը չեն իրենք, պարոն Զուրաբյանը։ Բայց դու տարածքի տերը բանով եմ անում։ Տարածքի տերը տվել է բացառիկ իրավունքներ մի ընկերությանը, որի 74% փայտերը Ամերիկայի կառավարությունն է։ Հետևաբար հիմա մենք պետք է բանակցենք Ամերիկայի կառավարության հետ։ Արդյոք Ամերիկայի կառավարությունը թույլ կտա մեզ կառուցել այդ երկաթուղին։ Բայց կներեք, Ամերիկայի կառավարությունը թույլ չի տա։ Այնքան ժամանակ, քանի դեռ Իրանում այն իշխանությունն է, որին իրանք Իսրայելի նաև բանով ճնշմամբ չեն ընդունում։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, այս TRIP-ը ինքը կապ ստեղծելու մենակ հարցալուծում, թե նաև կապ բացառելու հարցալուծում։ Այս խնդիրը խնդրում եմ իշխանավորներին ներկայացնեք ու ասեք դուք այս հարցը ոնց եք լուծելու։ Մենք դրա համար ենք դրել այս հարցը։ Մենք ասում ենք երկաթուղի կառուցելու խնդիր ենք դնում։ Ստեղծում ենք խնդիր, որ միջազգային կոնսորցիում լինի, որը TRIP-ին պետք է ավելացնի նաև այդ հյուսիս-հարավ երկաթուղի կառուցելու պրոյեկտը, որովհետև այստեղ արդեն պարզ է դառնալու, դու ինքնիշխանությունը ունես
70 անգամ ինքնիշխանությունը հաստատված է այդ փաստաթղթում, բայց ավելի շատ հռչակային բանով, էլի, հռչակագրի ձևով։ Իսկ կոնկրետ բանով, ձևակերպման, որը ես նոր ընթերցեցի, այդ ինքնիշխանությունը քո ձեռից խլել է։ Հիմա ես ուզում եմ երաշխիքներ այս կառավարության կողմից, որ ինքը մեզ ասի։ Ես այդ հարցը կտամ որպես հեղինակ հարցի ձեզ կնշեմ եւ լինքը կուղարկեմ։ Բայց ես ձեզ ասեմ պատասխանը միանգամից, որովհետեւ ես այս երկաթուղու խնդիրը մենք բարձրացրել ենք 2019 թվականին։ Ընդ որում ունեցել ենք շատ լավ զրույցներ Արսեն Գասպարյանի հետ, որը այն ժամանակ Նիկոլի Փաշինյան գլխավոր խորհրդականն էր, ունեցել ենք Մհեր Գրիգորյանի հետ խոսակցություններ, էկոնոմիկայի նախարարությունում Վարո Սիմոնյանի հետ, բոլորը հրճված էին եւ կողմ էին։ Այս երկաթուղու պրոյեկտը 19 թվականից մենք բրդում ենք 21 թվականին դա մեր նախընտրական ծրագրի մեջ ա եղել։ Հիմա էլ դարել է գլխավոր կետը։ Ես ձեզ հիմա ամենայն պատասխանությամբ հայտնում եմ, Նիկոլ Փաշինյանը անձամբ կանգնացրել է այդ պրոյեկտը։ Այդ հնարավորությունը կար, հələ դեռ Ղարաբաղի հարցն էլ հələ բաներ, այս աղետալի ձևով լուծված չէ։ Այդ հնարավորությունը կար, ինքը անձամբ կանգնացրել է այս պրոյեկտը։ Որտեղից կար, ով էր ուզում կառուցել, որ թույլ չի տվել Փաշինյանը։ Դա ուրեմն արդեն շատ լուրջ մշակված պրոյեկտ էր, չինացիները պատրաստ էին դա կառուցել։ Ընդհանրապես մեր ձեռքում կա ամբողջ այդ բանը, փաստաթուղթը 301 կիլոմետր 27 կայարանով բազմաթիվ այդ բոլոր անհրաժեշտ թունելների եւ կամուրջների նախագծված արդեն տարբերակներով այդ սա պրոյեկտը կա մեր ձեռը, դա արժենում է գնահատված է 3.2 միլիարդ դոլար։ Իսկ դա արդեն գետնի վրա կանգնած պրոյեկտ էր։ Այս պրոյեկտը Նիկոլ Փաշինյանը անձամբ կանգնացրել է։ Ինքը որոշել է, որ չպետք է կառուցել։ Ինքը ամեն ինչ արել է, ինքը վիժեցրել է։ Ամբողջ կառավարությունը դրա կողմեր ինքը վիժեցրել է անձամբ։ Հիմա դրա համար, քանի որ ես պատասխանը գիտեմ, որ ինքը իրականում շատ լավ գիտի ինչ անում։ Ինքը մեր ինքնիշխանությունը խլել է։ Այս Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է նրան, որ մենք իրավունք չունենք կառուցելու այդ երկաթուղին։ Հետևաբար մեր բանը, մեր ծրագիրը նախատեսվում է հենց դա։ Մեր ինքնիշխանության այս հարցում վերականգնում։ Okay, Ադրբեջանի հետ պատրաստ ենք հաշտվել, Թուրքիայի հետ պատրաստ ենք հաշտվել, այդ բատարածքները տալ, Թրիփի հետ ենք համաձայն։ Թրիփի հետ ենք համաձայն, բայց այս կոմպոնենտը պետք է ապահովի։ Այ եթե Թրիփին գումարվում է այս կոմպոնենտը, դրա համար մենք անունը դրել ենք Trip plus BRICS պրոյեկտ։ Եթե այս կոմպոնենտը դրվում է, մենք ստանում ենք ինքնիշխան Հայաստան, որը հաշտություն է կնքում Թուրքիայի, Ադրբեջանի հետ, Միացյալ Նահանգների հետ համագործակցում, Եվրոպական միության հետ համագործակցում, Չինաստանի, Հնդկաստանի եւ այլն եւ այլն։ Հասկանալի է, շնորհակալ եմ պարոն Զուրաբյան Ֆակտոր TV գալու համար։ Հյուրընկալել ենք Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու եւ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։